Ողջույն, հարգելի բարեկամներ, այսօրվա ուրբաթ օրվա հաղորդումը գրքերի մասին, ճիշտ ասած երկար ժամանակ է դուրս չենք գալիս, դրա համար այսօրվա հաղորդումը ես կանվանեմ մի քիչ գիրք, մի քիչ էլ մեր մասին, քանի որ գրքերը որոշել ենք կապել Հայաստանի քաղաքական դաշտի հետ, ես մի փոքր կներկայացնեմ գրքերից մեկը, որը երկար ժամանակ է ձեռքիս տակ է, կարդում եմ, հետո կանցնեմ դրա քաղաքական մասի հետ, հա։ Այսօրվա գիրքը, որ ես ձեզ ուզում եմ ներկայացնեմ, դա ինքը մի քիչ չէ, ինքը ամբողջովին նաուչնի լիտերատուրայի ոլորտից է, Теория игр, Ավինաշ Դիքսիտ Բարի Նելբաֆ։ Բարի Նելբաֆը խաղերի տեսության հիմնադիրներից է, եթե դուք դիտել եք Իգրը ռազմը ֆիլմը, որտեղ Ռասել Քրոուն է խաղում, որպես Ջոն Նեշ, Ջոն Նեշը համարվում է հիմնադիրներից մեկը։ Ինչևէ, անցնենք գրքի մասին, հետո նոր մեր մասին, այսպես ասած, ոչ ստինի մասին կամ մեր մասին։ Գիրքը շատ դուր եկավ ինձ, բայց երևի մանր շրիֆտի պատճառով է, որ շատ երկար գնաց ու նաև զբաղվածության, սա երկրորդ մասում կասեմ, բայց ինչով է ինքը առանձնահատուկ։ Իրականում սա լայն շերտերը այս գիրքը իհարկե չեն կարդա, բայց շատ մարդիկ ես դեռ հիշում եմ Մարիամ Ստեփանոսյանը ես գրում էր, ասում էր լավ գիրք լինի, իմաց տվեք։ Ու նաև նման մարդկանց արձագանքներ երկար ժամանակ առաջ, որ ստիպեց այս հաղորդաշարը սկսել, սա ստրատեգիկ մտածելակերպի մասին է։ Այս գիրքը այսօր դե մենք շատ քաղաքականացված ենք, իհարկե երևի դրա 95%-ը դատարկ քաղաքականացված է, գավառականացված ենք, մեկս մեկիս վարկաբեկել, քննադատել չէ, հայոյել կամ իշոր մի բան բռնել, խոսալ, գոռալ, հատկապես իշխանություն ընդդիմություն ճղճղալ բան դու ես կոմենկոմ, բայց իրականում թե իշխանության թե ընդդիմության մեջ կան մարդիկ, որոնք շատ լավ օգտվում են նման գրքերից, գիտական ստրատեգիկ մտածելակերպի մասին եւ գրքի մեջ հիմնական միտքը, ասած թելով գնում է սկզբից մինչև վերջ, ասում է գնացեք, մտածեք, գնացեք հասեք մինչև վերջ, վերջից մտածելով եկեք։ Սա է ստրատեգիկ մտածելակերպի հիմնական բանալին, հա։ Այսինքն դու քայլերի հաջորդականությունը վերլուծելով հասնում ես վերջ, վերջից նոր մտածելով գալիս ես թե ինչպես կառուցես կամ վերջնա արդյունքը պատկերացնելով, հասկանալով, տեսնելով, պետք է մտածես ինչ քայլեր իրականացնես։ Իրականում գրքի մասին ես շատ բան չեմ կարող պատմել, որովհետև ինքը գիտական, նաուչնի, ինչ որտեղ դաժե տեխնիկական կարելի ասել, բայց խաղերի տեսությունը անդրադառնում է, առնչվում է կյանքի բոլոր ասպեկտներին, բոլոր։ Հիմնական սկիզբը դրվել է, ձևակերպվել է գոյությունի հայտնի դիլեմա заключенных, երբ որ երկու կալանավոր կատարել են ինչ-որ հանցագործություն եւ նրանց առանձին հարցաքննում է, առաջարկելով ինչ-որ թուլացումներ, հա, պատժի մեջ եւ հարցնեն է թե նրանցից որ մեկը առաջինը կոպիտ ասած կվաճառվի ու այս դիլեմա заключенных-ը դարել է հիմնական սկիզբը, բայց գիրքը իր խաղերի տեսությունը ես կկարդամ ձեզ վերնագրերը, չեմ կարող ձեզ հատված կարդալ, ես կկարդամ կներկայացնեմ ինչին է առնչվում։ Ինտերպրետացիա մանիպուլирование ինֆորմацией։ Սա խաղերի տեսությունը շատ լավ օգտագործվում է։ Сотрудничество и координация, аукционы, торги и конкурсы, переговоры,
Գալասավանյա ստիմուլը։ Այսինքն մեր կյանքի գրեթե բոլոր կարևոր ոլորտների հետ խաղերի տեսությունը ուղիղ առնչվում է։ Ուղիղ։ Շատ կարևոր էր իմ համար այսօրվա իրականության մեջ նաև Glava 12 Գալասավանյա օրինակներ բերում Ֆրանսիայի Ժակ Շիրակի ընտրությունների ժամանակվանից, երբ որ Ժան-Մարի Լեպենն էր դրել, Ժեսպանն էր, վարչապետը եւ Ժակ Շիրակը ու ժողովրդի մեջ տրամադրվածությունը այնպեսին էր, որ դե երկրորդ փուլ կանցնեն Ժակ Շիրակը եւ Ժոսպանը։ Բայց այս տրամադրությունը հենց պատճառ դառավ, որ շատ մարդիկ են, որ ասում են ռասլաբիլից, շուտ ձայներ տվեցին Ժան-Մարի Լեպենին, որը Ժակ Շիրակի հետ դուրս եկավ երկրորդ փուլ։ Ու արդեն ստրատեգիկ մտածելակերպը, այսինքն նրանց մեջ, ֆրանսիացիների մեջ դա կրթության, կրթվածության որակի պատճառով բավականին լավ ազգի լայն մասաների մեջ ներդրված է, այսինքն մարդիկ ստրատեգիկ մտածելակերպի արդյունքում, որ ուլտրա աջ Ժան-Մարին Լեպենը ազգայնական, որ չգա իշխանության, մենք չուզելով էլ կընտրենք Ժակ Շիրակին, մանավանդ Ժեսպանի էլեկտորատը։ Աուկցիոնների մասին է շատ հետաքրքիր, թե ինչպես է կազմակերպվել հին աուկցիոններ, տարբեր տեսակի աուկցիոններ կան, գնառաջարկների դեպքում ինչպես անել, որ հաջողության հասնել, ու հիմնականը էլի գալիս է հետևյալին։ Решение игр методом обратных рассуждений, այսինքն игр սա խաղի մասին չի, игр դա տնտեսական, տնտեսագիտական, մեր կյանքի բոլոր ոլորտներ, ինքը սիտուացիաները անվանում է игр, թեորիա игр, խաղեր։ Ընտրություններն են խաղեր, մեդիան է խաղեր, չգիտեմ, առուցախ աուկցիոններն է խաղեր, Պերեգավորներն էլ խաղեր, կամպանյաների ղեկավարների մեջ, թեկուզ անձնական հարաբերություններն բանակցությունները էլի խաղեր են իրանք։ Շատ խորհուրդ եմ տալիս կարդալ, ես գիտեմ, որ այս գիրքը կարդալու են, եթե չեն կարդացել, շատ քիչ քանակի մարդիկ, շատ քիչ անձինք, բայց այնպես չի, որ իմ հույսը Հայաստանի դաշտում գործած եւ գործող քաղաքական մեթոդների մանիպուլյացիաների վրա է դրված, չնայած առանց դրա չի լինի, բայց ես ավելի շատ կողմնակից եմ ինտելեկտուալ մասսայի շատացմանը, այսպես ասեմ, հա, պարզ բառերով։ Սա գրքի մասին հեղինակները Ավինաշ Դիքսիտ եւ Բարի Նելբաֆ, Искусство стратегического мышления в бизнесе и жизни, теория игр։ Շատ կարևոր, շատ հետաքրքիր, ամենայն դեպս իմ համար շատ ուսուցողական էր եւ կյանքում շատ օգտագործվելի։ Կփորձենք պահել գրքերի հաղորդաշարի պարբերականությունը, հերթի վրա դրած է այս 4 հատը։ Հիմա չեմ բանանի, որովհետեւ չեմ կարդացել, կկարդամ, կներկայացնեմ, բայց հետաքրքիր գրքեր են լինելու, անմիջական կապ մեր հասարակության եւ իրականության հետ, բայց եկեք անցնենք մի փոքր երկրորդ մասին, հա, գրքի, մի քիչ գրքի մասին, հիմա մի քիչ էլ մեր մասին։ Մեր ոչ ստինի մասին, ինչի է մեր հաղորդաշարերի պարբերականությունը խախտվում։ Շատ պարզ պատճառով ժողովուրդ։ Մենք սա մեր հիմնական աշխատանքը չի։ Մենք սրա համար չենք վարձատրվում։ Մենք բացի այս ամեն ինչից, որի տակ մտել ենք, մենք ի նկատի ունեմ ես ու Արթուրը։ Մենք ունենք մեր աշխատանքը, որով պահում ենք տուն, նու Արթուրը հիմա չունի, ես ունեմ, էական չի, ասեմ, մենք ունենք։ Ու այս հաղորդում չեմ ուզում անվանեմ, այս հանրային գծի համար մեր մեջքի հետ ոչ մեկ կանգնած չի, մենք չենք վարձատրվում, որպեսզի ամեն ինչ գցենք, ստուդիա վերցնենք, ֆինանսավորվող եւ սկսենք իրականացնել ինչ-որ ռեգուլար հաղորդում։ Ինչպես անում են այսօր Հայաստանի քաղաքական դաշտում շատ շուտ։ Մեզանից մեկը հիվանդանում է մի 2-3 շաբաթ չի կարող, ի վիճակի չէ տեսանյութեր ձայնագրել ներկայացնել։ Ծանրությունը ամբողջ բեռը ընկնում է մեկիս վրա, օրինակ անցած տարվա վերջ իմ մոտ առողջական խնդիրներ կար, գրիպ վիրուս, Արթուրն էր շարունակական տանում, նու այսպես, պարբերաբար, հա։ Այսինքն սա պրոյեկտ չի, սա
հաղորդաշար չի։ Սա մեր էնտուզիազմի հիման վրա ստեղծած, կոնկրետ նպատակով ստեղծած ծրագիր է։ Հիմա ինչի օրինակ ես կարդում եմ հետարքիր գիրք է, տեսանյութ եմ անում, մենք գիտակցում ենք մի պարզ բան, ինչքան մեր հասարակությունը լինի կրթված, կարդացած, կրթվածի նկատի չունեմ ինստիտուտի դիպլոմը, կարդացած, անալիտիկ կրիտիկական մտածելակերպով, այնքան շահելու ենք մենք, ես անձամբ շահելու եմ, եթե իմ հարևանները լինեն կրթված, կարդացած, իմ հարևանները կամ իմ շրջապատը չլինի փնթի խոս, չթափի փողոցներում, բակում, չախտոտի, ծառ չվնասի, տարական բաներից եմ խոսում, դա իմ անձնական շահն է, իմ անձնական կառիցն է, հասկանում եք, երբ որ իմ կողքու բոլորը մարդիկ կարդացած են, անցնենք առաջ, մի քիչ ավելի այլ մակարդակի բացատրեմ, երբ որ Երևանի բնակչության 20-30%-ը ունի լայն կրուգազոր, կրիտիկական մտածելակերպ, լավ բազա գրքերի առումով, մտածելակերպի առումով, հավանականությունը անգամներ աճում է, որ այդ մարդիկ կհիմնեն բիզնեսներ, կսկսեն լավ ապրել, լավ տեղեր կաշխատեն, ինչ-որ նորարարություններ կան, էկոնոմիկան երկրի կաճի։ Իսկ երբ որ իմ կողքու բոլորը մարդիկ լավ են ապրում, ես չեմ կարող վատ ապրել։ Մեծամասնության մասին է խոսքը։ Իսկ մեր հայերիս մեջ ինչ է մտած։ Եթե ես լավ եմ ապրում, կայնի ես ոչ մեկին չասեմ ինչ պատճառներով, հանգարց չտանեն, բացի նրանից, որ հայերը copy-paste-ի մասնագետ են, մեկը մի բան մոգոնում է, մյուսները դնում, կոնկուրենցիային ես միշտ կողմ եմ, բայց գոյություն տուպոյ copy-paste-ի մեթոդ։ Եվ երբ որ մարդկանց աշխարհայացքը շատ սահմանափակ է, աշխարհայացը երևի, շատ սահմանափակ է, մարդիկ սկսում են վատ ապրել։ Ես հիմա չեմ մեղադրում հայերին, հակառակ, սրա ուղիղ եւ անմիջական մեղավորները Հայաստանի էլիտան է։ Էլիտան է պարտավոր ազգին կրթել, զարգացնել, խորհուրդներ տալ, պայմաններ ստեղծել, որպեսզի այդ մարդիկ կարդան։ Ես էլ եմ կրկնում, Հայաստանում քանի հատ շուրջօրյա գրադարան կա, քչից շատից ժամանակակից գրականությամբ։ Աշխարհը առաջ է գնում, որ ասեմ Սիմիմիլնիմի շագամի, մեր մոտ գրադարաններում 60-50 թվերի գրքեր են դրած։ Ես չեմ ասում դրանք պետք է չլինեն, իհարկե պետք է լինեն, 1800-ական թվերի գրքերը հանդիսանում են կլասիկա, բայց նորերն ուր են։ Հետո մենք ուզում ենք, ես ուզում եմ, որ իմ կողքու բոլորը լինեն կրթված։ Ես ուզում եմ իմ ազգը կարդա այս թեորիայի գրը, հասկանա ինքը բանակցություններում ոնց պետք է իրան պահի, որպեսզի օտար երկրյա գործընկերոջ հետ բանակցություններ վարի, ավելի լավ պայմաններով իր բիզնեսի համար բերի, չգիտեմ, գործարաններ, ներդրումներ եւ այլն եւ այլն։ Ես ուզում եմ մյուսը կարդա եւ Գալասավանյա բաժինը կարդալուց հետո հասկանա, որ ընտրություններին իրան ոնց պետք է պահի, ոչ թե պետք է գնա պրոպագանդայի անվտանգ ինչ-որ մեկին ձեն տա, չէ, այլ պետք է գնա կոնկրետ մտածված, գիտակցված ընտրության։ Սա կոպիտ ասած մեր անձնական շահն է։ Իսկ ինչի ես անդրադարձա նրան, որ բարբերաբար մեր հաղորդումները գրաֆիկից շեղվում են, հաղորդումները մեր ներկայացրած նյութերը նույն բարբերությամբ դուրս չեն գալիս, որովհետև մեր կոպիտ ասած սա ծրագիր չի, շոր պրոյեկտ չի, ֆինանսավորման հարց չի, սա մենք անում ենք մեր էնտուզիազմի հիման վրա։ Մեկ այլ տեսանյութում ես մանրամասն կխոսեմ ընդհանրապես բոլոր այն մարդիկ, ովքեր հանրային ներկայացնում են եւ այսպես թե այնպես ազգին փորձում են դաստիարակել կամ դաստիարակախրատչական բաներ ներկայացնել։ Ես հնարավորության դեպքում ես հուսամ տենց իշխանություն կգա, որը պարտադիր պայման կդնի, որ այդ մարդիկ իրենց եկամուտները ոչ թե time sheet-ը այսպես կոչված ներկայացնեն, թե ինչքան են ստանում, այլ կոնկրետ բացահայտեն, թե որտեղից են իրանք իրենց գումարները հայթայթում։ Հանրային դաստիարակչական քաղաքական գործունեություն ծավալող անձինք։ Ես բազմիցս ասել եմ, ես ինժեներ եմ, տելեկոմ ոլորտի։ Ու դա փաստերով էլ շատ հանգիստ կարելի է
ներկայացնել, բայց այսօր լիքը մարդիկ հասարակ պրոպագանդիստներ, սրա նրանից փող են վերցնում եւ ստեր են ստեր են լցնում ժողովրդի վրա։ Մյուս գիրքը ես ասում եմ տակը բից, մյուս գիրքը սա եմ ներկայացնելու Բեռնիսի պրոպագանդան, դեռ չեմ կարդացել, կարդամ կներկայացնեմ, համոզված եմ, որ շատ լավ գիրք կլինի եւ նման այլ գրքեր այդ ոլորտի հետ կապված, բայց ել եմ կրկնում, գիրք կարդալը, մեր ազգի գիրք կարդալը բխում է կոնկրետ իմ շահերից, ինչքան շատ մարդ գիրք կարդա, այնքան իմ անձնական շահը ավելի կշահի, այնքան ես ավելի լավ պայմաններում կապրեմ, ավելի մաքուր երկրում կապրեմ, ավելի հարուստ երկրում կապրեմ, ավելի շնորհքով միջավայրում, ավելի լավ դպրոցներ կլինեն, բուերի մակարդակը այլ կլինի։ Ես համոզված եմ, ես միշտ ասել եմ Արտուրի հետ որ խոսում ենք, ասում եմ ժամանակը կգա, ես որպես չասեմ էքսպերիմենտ, վատ է հնչում, բայց կվերցնեմ ես մեկ դասարան աշակերտներ, առաջինից մինչև 10-րդ դասարան։ Ու 10-րդ դասարանն ավարտելուց հետո իմ դասավանդած դասարանի երեխեքը ես համոզված եմ, որ բոլոր հանրակրթական դպրոցների, այն կան դպրոցներ, որոնք օրինակ ֆիզմաթը լպանում է իր բանը, շատ լավ բարձր որակի, մյուսներին չգիտեմ, կարող էլի կան, բայց ընդհանուր հանրակրթական դպրոցների ցանկացած դասարան, դպրոցական ծրագրով, իդեպ ոչ միայն սրանց փոխած ու ներկայացած, Աշոտյանի հայտնի Բոլոնյան ծրագրերով եւ այլն եւ այլն։ Իմ սովորեցրած դասարան 10 տարի հետո բոլոր երեխաների մեջ լավագույն արդյունքները ցույց կտա եւ լավագույն բուհերը կընդունվի աշխարհին։ Եվ լավագույն անալիտիկ մտածելակերպը կունենա, որովհետեւ խնդիրը մենակ Գևորգ Մարզպետունի մեջ չի, մենակ։ Խնդիրը որ պետք է դպրոցական ծրագիր, որտեղ երեխեքը պետք է կարդան միջազգային գրականություն։ Միջազգային։ Ես թեթև հաղորդում ստացվավ, թեթև տեսանյութ ստացվավ, բայց ըստիս շատ կարևոր է։ Ես չգիտեմ ինչքան մարդ կնայի։ Օրինակ, իդեպ հետաքրքիր է, որ մեր գրքերի հաղորդաշարերը նայում եմ սրեդնիմ 1000-1500 հոգի լավագույն ցուցանիշն է։ Այնիշ քաղաքական տարբեր թեմաներով կարող ենք տեսնենք 10,000, 20, 50,000 դիտում։ Բայց իմ համար այս ծրագիրը ել եմ ասում, սա ամենակարևորն է։ Ոչ թե կարևորներից մեկը, ամենակարևորն է։ Եվ ես սա նախաբանը չի նրան, որ մեզ ֆինանս է պետք, ոչ, պետք չի։ Մենք մեր էնտուզիազմով ինչքան կարողանանք կպահենք այս բարբերականությունը եւ որակը, ոչ ստինը։ Ձեզանից որպես օգնություն մենք ակնկալում ենք մենակ մի բան, որպեսզի այս տեսանյութերը ինչքան հնարավոր է շատ մարդ նայի Հայաստանում։ Բաժանորդագրվեք եւ տարածեք։ Ուրիշ բան չենք ուզում ձեզանից։ Սա խնդրանքի կարգով։ Հատկապես գրքերի հաղորդաշարեր ժողովուրդ։ Սա նաեւ ձեր անձնական շահն է, որ ձեր կողքի հասարակությունը լինի, չասեմ կրթված, կարդացած։ Ամեն լավ բառն է, կարդացած։ Ձեզ բարի ուրբաթ օր, բարի դիտում, մենք կվերականգնենք բարբերականությունը, ոչ միայն գրքերի հաղորդաշարի, այլև Տալդա Հայաստանի քաղաքական սուտը բացելու ու ներկայացնելու եւ նաեւ ինչպիսին ենք մենք տեսնում լուծումը եւ դուրս գալը այս իրավիճակից։ Դեռ այսպես։ Ձեզ բարի դիտում եւ բարի ընթերցում։ Թեորիա Իգոր։ Շատ լավ գիրք է, կարդացեք, շատ լավ։ Շնորհակալություն։